Ամիր ալ-Մու'մինին ասեց. նախկինում ես հավատացյալ եղբոր ունեի, և նա հեղինակավոր էր իմ կարծիքով, որովհետև աշխարհը խոնարհ էր իր նրա աչքերում։ Ստամոքսի կարիքները չէին ծոցվում նրա վրա, նա չէր փափագում այն, ինչ նա չէր ստացել, եթե նա ինչ-որ բան ստանար, ավելին չէր խնդրի, շատ ժամանակ նա լուռ էր, եթե խոսում էր, լռեցնում էր իր մյուս խոսողներին, հագեցնում էր հարցնողների ծարավը, թույլ էր ու տգար, բայց կռիվի ժամանակ նման էր անտառի առյուծին կամ զորի օձին։ Նա փաստարկ չէր բերի, քանի դեռ այն վճռական չէր, նա չէր չարաշահի որևէ մեկին ներելի գործի մեջ, քանի դեռ չէր լսեր պատրվակը, չէր խոսի որևէ անախորժության մասին։ Բացառությամբ դրա անհատանալուց հետո, նա ասում էր, թե ինչ կանի և չէր ասում այն, ինչ չէր անի, նույնիսկ եթե նրան կարող էին գերազանցել խոսելու մեջ, նա չէր կարող գերազանցվել նրանից, ավելի ազնիվ էր խոսում, քան նրա մասին խոսելը, որն ավելի շատ նման էր սրտի կարոտին